Այս ժողով վարչապետ Փաշինյանը հաբրգել է վերջնականապես, կորցրել է բոլոր չափերի, բոլոր զգացումները, զգացմունքները, ընկել է այս իմ էմոցիաների օվկիանոս եւ երեք ազգային ժողովում ասում է, պատասխանելով հարցին, թե իր գործուններ Հաջիև կոչված Էֆենդին Հայաստանում բանման, դեսայա ասում է, թե հա դե ախպեր եկել էր հասկանար թե էթխի Հայաստանում կես միլիոնից շատ մարդ ձայն տվեց ընդդիմությանը, մենք է իրանց բացատրենք, որ այդ ընդդիմության բոլոր ձայները կեղծված են, փողով են գնված, դուք ուշադրություն մի դարձրեք, Հայաստանում ոչ ոք ռևանշ չի ուզում, բայց տեղնախ մի քանի հարց է առաջանում, առաջինը ասեմ, ոչ Կարապետյանը, ոչ Քոչարյանը երբեք ռևանշի մասին չեն խոսել, անգամ Ղարաբաղ բառը նրանց ոչ նախընտրական ծրագրում կար, ոչ հետագա այդ դեբատներում եւ այդ քարոզչական կամպանիայի ընթացքում մարդիկ չեն խոսել Ղարաբաղի մասին։ Այդ ինչից եզրակացրիք, որ նրանց այն տվողները ռևանշիստ են կամ ռևանշ են ուզում։ Երկրորդը ով ասեց, որ ռևանշը վատ բան է։ Որտեղ է դա գրված։ Այդ Ադրբեջանին կարելի էր 30 տարի ապրել ռևանշի երազանքով եւ ռևանշի հասնել, այլ ինչի կարելի։ Դա բնական զգացմունք է, չէ՞, ազգը, յուրաքանչյուր ազգ, յուրաքանչյուր մարդ իրավունք ունի երազելու, սիրելու, ատելու, ռևանշն էլ է, չէ՞, զգացմունք ինչ որ թե զգացում ասեմ, թե ինչ ասեմ, ինչ որ նպատակ, երազանք, այդ չի ադրբեջանցիներին կարելի էր երազել, այլ ինչ էր կարելի, մանավանդ երբ հայերը սկսեցին երազել, այդ Ալմատայի դեկլարացիա չկար, Ալմատայի դեկլարացիան Փաշինյան Նիկոլի սիրած թուղթը 91 թվին է ստորագրվել, Ղարաբաղյան շարժումը սկսվել է 88-ին, բայց պրոբլեմը որն է այստեղ, մինչև բուն ասելիքիս անցնելը, եւս մի քանի նկատառում երեկվա սրա այդ հաբրգած հիստերիայից ազգային ժողովում, սա կոչ է անում, թե չէ, ինչ որտեղ տրամաբանական բան է ասում, ախպեր, եթե դուք ընտրությունը համարում եք կեղծված, դուք մի ինչի հրապարակում չեք, ճիշտ է ասում, եթե կեղծել է ընտրությունը Փաշինյան Նիկոլը, Քոչարյանն ու Կարապետյանն իր գործում են տները նստած, սրա ասելով չաբավ են ուտում, այնպես, մեկ այլ հարց է թող սրան տան, չէ, այդտեղ, եթե դու ես ասում ընդդիմությունն է կեղծել ընտրությունը, կես միլիոն, թե 550 հազարի ընտրակաշարք են բաժանել, երեկի այդ թիվ իջացրիր, ասիր, 100%-ով չէ, 70%-ն է ընտրակաշարք վերցրե, որ քվեարկել է սրանց օգտին, բա դու ինչի հրապարակ չես գնում, բայց դու հրապարակ մի գնա, չեղարկի ընտրությունները, քո ընկերներից մեկը յուրահատուկ սեռական կողմնորոշումներով ապրող ինցեստով տարված Յոհաննիսյան Դանիելը, այն է ասում, որ ընտրությունը պետք է չեղարկվի, որովհետև ընտրակաշարք է բաժանվել։ Դե առանց որևէ հեղափոխության, առանց որևէ միտինգի, ընտրությունների արդյունքները քո այդ դեգեներատին Ալեքսանյան Վահագին ասա, թող անվավեր ճանաչի ընտրությունների արդյունքները, նոր ընտրության գնա։ Դու ինչի դա չես անում։ Նշանակում է դու քո բազալի թիվը կրակել ես, չէ։ Դու սրանից շատ չէիր կարող վերցնել։ Վերաքվեարկություն եղավ, դու ընդհանրապես կքաշվես։ Սա բանա, որը ոչ թե ես պետք է ասեմ, ընդդիմությունը պետք է ասի սրան, ի պատասխան սրա ասածներին ազգային ժողովում, թե այլ հարթակներում, թե եթե պարտվել եք եւ համարում եք կեղծված են ընտրությունները, հեղափոխություն արեք։ Ոչխար դու գնա հեղափոխություն արա, դու գնա արա, հեղափոխություն է մի արա, ուղղակի չեղարկի արդյունքները։ Դա, բայց բուն ասելիքս այսօր ուրիշ է, մի շատ
էական հարց կա, որից վրիպել է ընդդիմության ուշադրությունը։ Հիմա այդ մարդիկ չեն հասկանում այս հարցի խորությունը, թե իրենց չհասկացողի տեղ են դրել, դա չեմ կարող ասել։ Խոսքը սրա խաղաղության պայմանագրի մասին է։ Ուրեմն սա առաջի օրվանից ասում է, թե խաղաղության պայմանագիր։ Հայաստանի ինչին է դա պետք։ Հայաստանին դա պետք չէ։ Ինչ բան ընդհանրապես խաղաղության պայմանագիր է։ Տեսեք, երկու մեծ տերություն Գերմանիան եւ Ճապոնիան պարտվեցին համաշխարհային պատերազմում։ Այդ երկուսի հետ Ռուսաստանը որպես գլխավոր հաղթող չունի ոչ մի խաղաղության պայմանագիր, բայց ունի ավելի կարևոր փաստաթուղթ, դրանց կապիտուլյացիայի ակտը։ Կապիտուլյացիային ստորագրել Գերմանիան, Ճապոնիան, որտեղ գրված է եղել ինչից ինչա Գերմանիան դարձել, ինչից ինչա Ճապոնիան դարձել եւ այսուհետ ոնց պետք է Գերմանիան ու Ճապոնիան իրենց պահեն համաշխարհային հաշտակում։ Դրանից հետո Նյուրնբերգ եղավ։ Նյուրնբերգը դարձավ ՄԱԿ-ի հիմնաքարը, իսկ ՄԱԿ-ի կանոնացիան մեջ շատ հետաքրքիր հոդված կա, դա 40-րդ հոդվածն է, որտեղ գրված է, որ աշխարհում կան 3 իզգոյ, ավելի կոպիտ ասեմ, լակոտ պետություն։ Դա Գերմանիան է, Ճապոնիան է եւ Իտալիան, որոնք դարձան համաշխարհային պատերազմի գլխավոր պատճառները, գլխավոր լոկոմոտիվները։ Հետևաբար, քանի որ նրանք մարդկության գլխին այդքան չարիք բերեցին, 100 միլիոն մարդ սպանեցին, իսկ համաշխարհային պատերազմի զոհերը իրոք երևի հարյուրներ են գերազանցում, եթե նկատի ունենք նաև չինացիներին, իսկ Չինաստանը բոլորից շատ զոհ կրած երկիրն է, 35 միլիոն չինացի սպանվեց, գրեթե 100%-ով ճապոնացիների կողմից, դա նշանակում է, որ իրոք վիճղարի են զոհերը։ Եվ այդ պետություններին ինչ է արգելված։ Արգելված է զինվել, ինչ-որ չափից ավելի, արգելված է իրենց զինուժը երկրից դուրս օգտագործել, թեպետ ամերիկացիք 99-ի թվականից սկսեցին խախտել։ Գերմանիայի Բունդեսվերը առանց իհեճուկս ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային իրավունքի մասնակցեց Հարավսլավիայի ջախջախմանը։ Դա առաջին օգտագործումն էր գերմանական զինուժի արտերկրում, ինչ իրավունքը չուներ, բայց ամերիկացիք դրա վրա աշխատեցին, Ռուսաստանն այն ժամանակ Ռուսաստան չէր, լիբերալ երկիր էր, Ելցինը քեֆելավ վերեր ընկած Կրեմլում, այդքան բանը թույլ տվեցին։ Եվ այդ 40-րդ հոդվածը ՄԱԿ-ի կանոնադրության մի շատ հետաքրքիր բան է ասում, որ ՄԱԿ-ի անվտանգության մշտական խորհրդի մշտական յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ցանկացած պահ ռազմական ուժով պատժել այդ 3-ից մեկին։ Գերմանիա, Ճապոնիա, Իտալիա, եթե զգա, որ նրանք չափնացնում են։ Այսինքն ցանկացած պահի Ռուսաստանը կարող է ծեծել Գերմանիային, Իտալիային կամ Ճապոնիային, եթե համարի, որ այդ 3-ից մեկը կամ 3-ը միասին ինչ-որ չափ են անցել, որ իրավունքը չունեն, եւ դրա համար անվտանգության խորհրդի համաձայնությունն է պետք չէ, պետք է ընդհանրապես տեղյակ պահել, որ ես այս բանն անում եմ օգտվելով իմ այս իրավունքից։ 81 տարվա մեջ այդ իրավունքից ոչ ոք չի օգտվել, մի անգամ այս վերջերս ակնարկեց Չինաստանի նախագահը Սի Ցզինպինը, երբ Ճապոնիայի Ջո վարչապետուին այդ ճապոնահավը գեղեցկուին ասեց, թե «Յա մենք թույլ չենք տա, չի Վնաստանը հանկարծ Թայվանը կուլ տա, մենք զինված ուժով կպաշտպանենք Թայվանը», Սի Ցզինպինը երկու բան ասեց, աղջի, գնանք գարիկ էր մի քիչ, ցորենից բացի, ու մեզ բաց կարդա, քո մասին ինչ է գրված, կպատժեմ, հենց հիմա կպատժեմ ես քեզ։ Դե հավը ինչքան է հավը լինի, վերջապես վտանգը հասկացավ եւ ձենը կտրեց։
ամեն բա ասածս այնա, որ յուրաքանչյուր մշտական անդամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կարող է յուրաքանչյուր պատժիչ ռազմական գործողություններ իրականացնել Ճապոնիայի, Գերմանիայի եւ Իտալիայի հանդեպ միջազգային նորմերին համապատասխան։ Հիմա պարտված երկիրը տես վատ բան է, պարտված երկրին ամեն ինչ կարող են պարտադրել, ամեն ինչ կարող են դնել։ Հիմա Հայաստանը չի պարտվել պատերազմում։ Ավելին Հայաստանը չի պատերազմել Ադրբեջանի հետ։ Ոչ մի զինվորական միավոր Հայաստանի տարածքից չգնաց կռիվ Արցախ։ Ոչ մի տանկ Հայաստանից չգնաց, մասնակցեց այդ կռվին։ Ավելին արգելեցին կամավորականների մուտքը Արցախ, օրենքի ուժով։ Էլբեթար բան արեցին։ Ռուսաստանի կողմից ժամանած օգնությունը չէին տանում Արցախ։ Այն մարդկանց մատնել էին փամփուշտների սովի։ Դրա ապացույցներն հոգան։ Հարությունյան Արայիկի զրույցը լսեք, այն Ռուսլանի իսրայելյան, Ռուսլանի հետ։ Պուտինը սրան զենք աղարկում, սա չի տալիս Ղարաբաղ։ Ոնց է հասկանանք։ Թողնենք մի կողմ այն հարցը, որ Հայաստանը միտումնավոր պարտվեց, որովհետև իշխանությունը գրանտակերեր, դավաճաներ հետևեց ամերիկյան հրահանգին, իսկ Ամերիկային պետք է, որ Ղարաբաղը գտնվի Ադրբեջանի կազմում։ Դա թողնենք մի կողմ։ Փաստն այն է, որ Հայաստանը չի մասնակցել պատերազմին, հետևաբար չի պարտվել կամ հաղթել, հետևաբար որևէ խաղաղության պայմանագրի կարիք չունի Ադրբեջանի հետ։ Հիմա սա խիա ձգտում է խաղաղության պայմանագրին, Ալիևի հետ միասին, որովհետև ուզում է կապիտուլյացիան հաստատի Հայաստանին, որովհետև սրա ուզածը Հայաստանին պարտված պետության կարգավիճակ շնորհելն է։ Այսինքն այն չմո իզգոյի կարգավիճակը, որն այսօր ունեն Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան աշխարհում, որոնք ամեն րոպե ցես ուտելու վտանգի տակ են։ Եվ անպայման կուտեն, հատկապես Գերմանիա Ռուսաստանի կողմից, որովհետև դրանց այս միլիտարիզացիայի երազանքները, որ հեսա վերազինվեն Գերմանիա ամենաուժեղ բանակը դառնանք Եվրոպայի, դա դրանց վրա շատ թանկ կնստի։ Պուտինը մի օր դրանց մի քանի հատ Իսկանդեր, մի քանի հատ Կարեշնիկ, Կինժալ, կուղարկի մի գրավոր թեթև մակի անվտանգության խորհրդին տեղը կպայի, որ ես 40 հոդվածի եւ մեկ այլ հոդվածի նորմերը կատարելով ես այս բանն արել եմ այս ոչխարների հանդեպ։ Հիմա սրանց գերնպատակը Հայաստանին շնորհել պարտված կողմի կարգավիճակ խաղաղության պայմանագրում, քանի որ կապիտուլյացիոն ակտ չի եղել, որը կար Ռուսաստանի, Գերմանիայի եւ Ռուսաստանի, Ճապոնիայի միջև, ու նաեւ այլ հաղթող երկրների։ Բա Հայաստանի պարտությունը ո՞նց ամրագրել։ Կապիտուլյացիոն ակտ չկա, որովհետև պատերազմ չի եղել, բայց Հայաստանը մենք ուզում ենք, որ պարտված կողմ դառնա իզգոյ բոմժ չմո երկիր։ Դե ուրեմն Հայաստանին ուրեմն պարտադրենք խաղաղության պայմանագիր։ Եվ պարտադրում են։ Այսինքն Հայաստանին սրանք բերում են 1920 թվականի կարգավիճակին։ Ալեքսանդրոպոլի կարգավիճակին, երբ Հայաստանը պարտվեց, իրոք պարտվեց, Անգլիասիկի պարտադրեցին, դե գնացեք բարիշեք, այդ հեռագիրը կա այդ Անգլիասի գնդապետ Ստոքսի, որը կուրատոր ներդաշնակների, Վրացյան Սիմոնիկի շեֆն էր։ Գնացեք բարիշեք թուրքերի հետ, հանկարծ ռուսների հետ դուք չբարիշեք, որովհետև ռուսները մեր թշնամին են։ Սրանք է գնացին այդ խայտարակ թուղթը ստորագրեցին, որովհետև անգլիասիկի իրանց ասել են, որ թուրքերի հետ բարիշեք, որտեղ ռուսների հետ, որովհետև ռուսերը անգլիասու թշնամի են։ Հայաստանին զրկվեց, Հայաստանը կորցրեց անգամ իր երկաթգծի